Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Alpha News-ի Los Angeles-յան տաղավարում ձեզ համար աշխատում է Ռոբերտ Գասպարյանը եւ մենք ձեզ համար պատրաստել ենք հարցազրույց։ Մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի գլխավոր գանձապահ Տիկին Ֆիոնա Մային։ Մենք նրա այդ հարցազրույցը կանենք անգլերեն։ Good morning, Miss Fiona. Շնորհակալ եմ Տիկին Ֆիոնա, մեզ հյուրընկալվելու համար։ Շատերը ձեզ ճանաչում են որպես Կալիֆոռնիա նահանգի գանձապահ, բայց քչերը գիտեն ձեր մասին որպես մարդ։ Կարող եք մեզ մի փոքր պատմել ձեր մասին, որպեսզի ավելի լավ ճանաչեն ձեզ մեր համայնքի ներկայացուցիչները։ Community. Sure. So I'm the oldest child of immigrant parents. Ես ներգաղթյալ ընտանիքի ամենամեծ երեխան եմ եղել։ Այս երկիր եմ եկել ամերիկյան երազանքի համար։ Իմ ծնողները ցանկանում էին, որ մենք դառնանք առաջատար մասնագետներից մեկը, իրավաբան, ինժեներ, հաշվապահ կամ բժիշկ։ Ես լավ էի մաթեմատիկայից, ուստի ես հաշվապահ եմ։ Իմ եղբայրը ինժեներ է, քույրս բժիշկ է։ Մեր ընտանիքին պակասում էր միայն իրավաբանը, բայց օրենսդրություն սովորելը շատ կարևոր է, այնպես որ ես իսկապես խրախուսում եմ հաջորդ սերունդներին մտածել իրավաբանության ոլորտում աշխատելու մասին։ Ծնվել ու մեծացել եմ Նյու Յորքում, սովորել եմ Ռոչեսթրի տեխնոլոգիական ինստիտուտում, քանի որ նրանք ունեին CPA-ի հատուկ ուղղվածություն։ Ավարտելուց հետո իմ ծնողները որոշեցին տեղափոխվել Սան Ֆրանցիսկո։ Այնտեղ տեղափոխվելուց հետո միացա Ernst & Young անշարժ գույքի եւ հարկերի կազմակերպությունում։ Մնացի 5 տարի։ Դուրս եկա, քանի որ ղեկավարության մեջ կանայք կամ այլ ռասայի մարդիկ չկային, եւ հետո ես սկսեցի իմ անձնական կարիերան 28 տարեկանում, ներկայացնելով կանանց եւ փոքրամասնությունների փոքր բիզնեսները, ավելի շատ պայմանագրային հիմունքներով աշխատողների համար։ Իրականում ես այդպես մտա քաղաքականություն։ Երբեք չեմ ուսանել այդ ոլորտում, քանի որ երբեք չէի մտածել, որ քաղաքականության մեջ կլինեմ, բայց երբ ստիպված եղա գնալ եւ պաշտպանել այն, գնացի Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարան, Սակրամենտո, Վաշինգտոն։ Սկսեցի ուշադրություն դարձնել քաղաքականության մեջ գտնվող մարդկանց։ Նրանք կարևոր որոշումներ են կայացնում, թե որ օրենքներն ընդունեն, ուր է կորչում բյուջեի գումարը, նրանք կարողանում են մարդկանց նշանակել տարբեր պաշտոնների։ Այդպիսով առաջացավ հետաքրքրություն աշխատանքի անցնելու, գուցե մարդկանց օգնելու միտում կար։ 7.5 տարի պահանջվեց, մինչև ես աշխատանքի անցա գրասենյակում, եւ դա այն պատճառով, որովհետեւ ծնողներս չէին ուզում, որ ես քաղաքականությամբ զբաղվեմ։ Նրանք շատ էին ցանկանում, որ ես գործընկեր լինեի, զբաղվեի օրինակ հաշվապահությամբ։ Հետո ես ընտրվեցի Սան Ֆրանցիսկոյի վերահսկիչների խորհրդի անդամ։ 2002-2006 թվականներին դա իմ առաջին պաշտոնն էր։ Այնուհետև նահանգային պալատ, ապա 2006-ից 2012 թվականներին նահանգային հավասարության խորհուրդ, 2014-2018 թվականներին նահանգի գանձապահ 2018 թվականին, որտեղ վերընտրվել եմ 2022 թվականին, այնպես որ 4 պաշտոն, որոնցից ոչ մեկից վաղաժամ չեմ հեռացել։ 4 positions, haven't lost yet. Yeah, and can we mention that Կարող եք նշել, թե որ պաշտոնն եք դուք ամենից շատը սիրել, կամ գուցե կա մի պաշտոն, որը դուք կցանկանայիք ունենալ ու որը կդառնա ձեր սիրելի պաշտոնը ձեր անձնական կարիերայում։ personal career? Well, every position is my favorite position because I am one of these lifelong learners. Գիտեք, իմ բոլոր պաշտոններն էլ ես շատ եմ սիրել, քանի որ ես այն մարդկանցից եմ, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում սովորել են։ Անկախ նրանից, թե ինչ եմ անում, ես միշտ ուզում եմ սովորել, լսել, ապա լուծել խնդիրները։ Դա իմ բնավորության մի տեսակն է։ Այնպես որ վերահսկիչների խորհրդում կամ տեղական ինքնակառավարման ոլորտում մարդիկ սպասում են, որ ձեզ տեսնեն ամեն օր։ Նրանք ուզում են զանգահարել ձեզ, երբ լինի դրա անհրաժեշտությունը։ Դու պետք է լինես նրանց հետ մշտական կապի մեջ։ Պետական օրենսդիր մարմինն ավելի շատ քաղաքականության, օրենքների մասին է, այնպես որ առաջին 2 պաշտոնները դժվար էին ինձ համար, քանի որ ես թվերի աշխարհի մարդ չեմ։ Գիտեք, ես իրավաբան չեմ, շատ սովորելն ինձ դժվարությամբ էր տրվում ավելի։ Նահանգային հավասարության խորհուրդն ինձ համար ավելի հարմարավետ էր, քանի որ մենք գործ ունենք շատ հարկերի եւ հարկային բողոքարկման գործերի հետ։ Իսկ պետական գանձապետը մասնավոր հատվածում իմ արած ամեն ինչի գագաթնակետն է։ Going to be my final year as state treasurer. Okay, so we're going to talk about your plans a little bit later. Լավ, մենք մի փոքր ուշ կխոսենք ձեր ծրագրերի մասին։ Իսկ մինչ այդ Կալիֆոռնիայի գանձապահի պաշտոնի մասին։ Որն է թերևս ամենամեծ գումարը, որը դուք երբևէ տեսել եք ձեր կյանքում այս պաշտոնը զբաղեցնելու համար, որից հետո խոսենք Կալիֆոռնիայի բյուջեի մասին։ Մեծ է այն արդյոք, ինչպես առանձին երկրների բյուջեները։ Yes. So California, we're the 4th largest economy in the world. Այո, Կալիֆոռնիան աշխարհի 4-րդ խոշորագույն տնտեսությունն ունի։ ԱՄՆ
ԱՄՆ-ն, Չինաստանը, Գերմանիան եւ հետո Կալիֆոռնիան։ Կարծես թե մենք առանձին պետություն ենք։ Այնպես որ մենք շատ կարևոր դեր ենք խաղում համաշխարհային տնտեսության եւ քաղաքականության մեջ։ Մեր ընդհանուր ֆոնդի եկամուտների 90%-ը կախված է անձնական եկամտահարկից, կորպորատիվ հարկից եւ վաճառքի հարկերից։ Այնպես որ մենք մեծապես կախված ենք բարձրորակ աշխատատեղերից, բաժնետոմսերի թողարկումից։ Այդ ընկերություններն են իրականում, որոնք Կալիֆոռնիան պահում են առաջնագծում։ Գիտեք, իմ գրասենյակը, որը ես ղեկավարում եմ, շրջանառել է $3 միլիարդ։ Երիտասարդները միշտ զարմացած դեմքով հարցնում են. 3 միլիարդը քանի զրո է։ Կարծում եմ այնտեղ 12 զրո է։ Այսինքն ստացվում է, որ ես աշխարհի ամենահարուստ կինն եմ, որն ունի նման բանկային հաշիվ $3 միլիարդ։ Ես այդ գումարով նաև ներդրումներ եմ կատարում, որ նահանգը չի օգտագործում։ Սովորաբար դա կազմում է մոտ 150 միլիարդից մինչև $250 միլիարդ։ Այնուհետև ես թողարկում եմ Կալիֆոռնիայի նահանգի բոլոր պարտատոմսերը, բոլոր ճանապարհների եւ ենթակառուցվածքների, նահանգի շենքերի, ինչպես նաև տարբեր համակարգերի համար։ Ես նաև նախագահում եմ 15 խորհուրդներ, որոնք ֆինանսավորում են մատչելի բնակարաններ, ձեռք բերելու ծրագրեր, դպրոցներ, մեծահասակների եւ մանուկների հիվանդանոցներ, մաքուր էներգիա, աղբահանություն եւ վերամշակում, փոքր բիզնեսի ծրագրեր։ Ես ունեմ 4 խնայողական ծրագիր։ Դրանով է զբաղվում Գանձարանի գրասենյակը։ Ես ունեմ մոտ 500 մարդ, որոնց ես ամեն օր կառավարում եմ։ It's fantastic. Yeah, it's really fantastic. So, is it hard to work with? Դա հիանալի է, դա իսկապես հիանալի է։ Իսկ դժվար է աշխատել նման գումարով, տալ դրանց ճիշտ կիրառելիություն։ Դժվարանում եք, թե օրեցօր ավելի հեշտ է դարձել ձեզ համար։ Is it hard or it's become easier day by day for you? Yeah, I mean, there's never enough money for everyone that wants something. Այո, ես նկատի ունեմ, որ գումարը երբեք բավարար չի լինում։ Բոլոր նրանց համար, ովքեր ինչ-որ բան են ուզում անել, այնպես չէ։ Եվ դա պարզապես կախված է կարիքից։ Ինչպես COVID-ից հետո մեր հիվանդանոցները չէին գործում, քանի որ չէին կարողանում բացվել։ Օրինակ, նրանք կարող էին ընդունել միայն COVID-ով հիվանդների, որոնցից շատերը նույնիսկ ապահովագրություն չունեին։ Ուստի ես ստիպված էի տրամադրել 17 վարկ ճգնաժամային հիվանդանոցային վարկեր, պարզապես փորձելով դրանք բաց պահել։ Այսպիսով նրանք մեզ ասում են, թե ովքեր փողի կարիք ունեն, որքան են դրանք անհրաժեշտ, ինչի համար են դրանք պետք, եւ հետո մենք ստանում ենք հատուցում նահանգապետի գրասենյակից, որից հետո մենք որոշում ենք, թե ինչպես բաշխել գումարը, որպեսզի այդ հիվանդանոցները կարողանան գործել։ Այս պահին բոլորը բաց են, բայց դեռ դժվար են աշխատում։ Yeah, and about some strugglings, and you mentioned COVID. Խոսենք դժվարությունների մասին։ Դուք նշեցիք COVID-ը։ Ժամանակն է խոսել մի փոքր Միացյալ Նահանգների տնտեսության մասին, քանի որ հատկապես COVID-ից եւ միջազգային լրջագույն քաղաքական հարցերին միջամտելուց հետո չէր կարող Միացյալ Նահանգների տնտեսության վրա դա չազդել, հատկապես ուկրաինական պատերազմը։ Ինչ իրավիճակում է այժմ գտնվում ԱՄՆ տնտեսությունը։ Կարող ենք մենք ունենալ լուսավոր տնտեսական ապագա։ Can we have a pretty good or bright future in this economy? Yeah. For many of us who came here to this country for Մեզանից շատերը եկել են այս երկիր երազանքի հետևից։ Ես կասեմ, որ դուք էլ դեռ կարող եք գալ Կալիֆոռնիա, Կալիֆոռնիայի երազանքի համար։ Մենք այստեղ խոսում ենք ավելի քան 200 լեզվով։ Մենք իսկապես հավատում ենք բազմազանությանը, հավասարությանը եւ շատանալուն։ Փորձում ենք համոզվել, որ այստեղ եկող յուրաքանչյուր ոք ունի հավասար հնարավորություններ եւ աջակցություն, որպեսզի նրանք կարողանան լավ ապրել։ Այնպես չէ։ Այսպիսով Կալիֆոռնիան դեռևս շատ բաց է բիզնեսի համար, տալիս է բազմազան հնարավորություններ, ինչպես գիտեք։ Երբ մեր հարազատներն ու ընկերները գալիս են, նրանք կարող են շփվել համայնքի ներկայացուցիչների հետ, կարող են գտնել ռեստորաններ ու եկեղեցիներ։ Սա է, ինչ մարդկանց բերում է Կալիֆոռնիա, բայց Վաշինգտոնում զարգացող իրադարձությունները վատ են անդրադառնում տնտեսության վրա։ Մաքսատուրքերը ապրանքների վրա պարզապես հարկեր են։ Մեր արտադրանքներից շատերն ավելի թանկ են, քանի որ սա նման է ավելացված հարկի, որը դրվում է ապրանքի վրա։ Այսպիսով սակագները լավը չեն։ Մեր հարաբերությունները սակագների պատճառով, ինչպես մեր հարևանների Կանադայի եւ Մեքսիկայի հետ շատ լարված են հիմա։ Եվ հետո դաշնային կառավարությունը ազդում է մեր աշխատուժի վրա։ Մեր աշխատուժը մեծապես կախված է արտասահմանցի աշխատողներից, գյուղատնտեսության եւ հատկապես շինարարության ոլորտը։ Աշխատողները վախենում են չգնալ աշխատանքի, հատկապես այլ ռասայի ներկայացուցիչներ։ Դա լավ չէ մեր տնտեսության համար։ Վաշինգտոնում տեղի ունեցողը ազդում է մեզ վրա,
Բայց քանի որ մենք աշխարհի 4-րդ խոշորագույն տնտեսությունն ունենք, մենք նույնպես կարող ենք որոշակի բաներ անել։ Ունենք որոշակի լծակներ եւ փորձում ենք պաշտպանել մեր բոլոր բնակիչներին եւ շարունակել ապահովել այդ ենթակառուցվածքները նրանց համար։